Ջուղտակ վանքը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 3 կիլոմետր հյուսիս-արևելք։ Բաղկացած է երկու առանձին կանգնած, սրբատաշ ֆելզիտ քարերով կառուցված Սրբ Աստվածածին և Սրբ Գրիգոր եկեղեցիներից։ Այստեղից Ջուղտակ ժողովրդական անվանումը։ Եկեղեցիների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Սուրբ Աստվածածին եկեղեցի կառուցվել է վանահայր Հայրապետի ջանքերով 1201 թվականին։ Շինարարն էր քարգործ վարպետ Սարգիսը։ Հորինվածքով միանավ բազիլիկի տիպի, թաղածածկ, երկթեք տանիքով, հատակագծում քառանկյուն շինություն է։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում նեղ ավանդատաններն են։ Մուտքի երկու կողմերում ագուցված են նուրբ քանդակազարդ խաչքարեր։ Եկեղեցու մուտքի բարավորի վրա փորագրված է շինարարական արձանագրությունը։ Պատերին կան նաև մի քանի նվիրատվական արձանագրություններ։ Սրբ Գրիգոր եկեղեցի կենտրոնագմբեթ կառույց է, որը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 20 մետր արևելք։ Կիսաշրջանաձև ավագ խորանի երկու կողմերում գտնվող երկհարկ ավանդատանները ձևավորված են նրբաքանդակ նախշերով։ Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի արձանագրությունից կարելի է ենթադրել, որ դա Սուրբ Աստվածածին եկեղեցուց վաղ է կառուցվել։ 1973-ից 1977 թվականներ Ջուղտակ վանքի եկեղեցիները նորոգվել են, շրջապատը բարեկարգվել է, իսկ 1980-ական թվականներ կատարվել են ամրացման աշխատանքներ։ Վանքի շուրջը կան գերեզմաններ, իսկ հարավային մասում արվի աջ կողմի բարձրության վրա գտնվում է Մաթոսի գյուղատեղին։ Վերջինիս ավերակներում պահպանվել են 1247 թվականի Մաթոսա վանք եկեղեցին, 1251 թվականի մի խաչարձան և գերեզմանատուն։